Բարև ձեզ, Շալ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր հունվարի 20-ն է, երեքշաբթի։ Ազգային ժողովը այսօր ընդունել է նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում նաև փոփոխությունը զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով, երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և վերջին 5-րդ տարբերակը կարող են ընդհանրապես չծառայել, բայց դրա փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Ազգային ժողովը ընդունեց պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային։ Նախագծին կողմ է քվեարկել 69 դեմ 15 պատգամավոր։ Հանրապետության նախագահի հնարավորինս շուտ օրենքը ստորագրելու դեպքում այն ուժի մեջ կմտնի և այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։ Երեկ ազգային ժողովի նիստը ընդմիջվել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած պատմական և մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ։ Նիստը ընդմիջվել էր կարծիքների փոխանակության փուլում։ Այսօր շարունակված ելույթներում անդրադարձ է եղել ոչ թե բուն օրինագծին, այլ 3 դահլիճում ընդդիմադիրների հնչեցրած մտքերին։ Դերեք այստեղ այնպիսի մտքեր ընչեց, որ չարձագանքել չեմ կարող, ճիշտ է ժողովուրդը հոգնել են արդեն մենք ասեցինք, դու ասեցիք, նրանք ասեցին, բայց այս դիսկուրսի մեջ չէի ուզում մտնել, բայց պետք է ասեմ։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ոնց կարելի է մահկանացու մարդուն, միս ու արյուն ունեցող մարդուն, ուխտը խախտած մարդուն, սուտ խոսացող մարդուն բերել ու նույնականացնել Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ժողովուրդ, այս խոսույթը բերեք վերջացնենք, որովհետև մի մահկանացու մարդ չի կարող եկեղեցի լինել։ Երեք մենք քննարկում էինք այս շատ հետաքրքիր թեման եւ ընդդիմությունը հերթական անգամ մեզ մեղադրում էր հայ առաքելական եկեղեցին ասպատակելու կամ եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ հնչեցնում եւ ես ուղղակի ուզում եմ երեկվա քննարկման շարունակության տրամաբանության մեջ հերթական անգամ ովքեր որ բաց են թողել հիշեցնել հետեւյալի մասին հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդը, այդ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այդտեղ ամեն ինչ տեղն ընկավ։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը ոչ թե տվել է, նվիրել է, այլ ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղղակի հետաքրքիր է իմանալ, ասենք այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի կարող է Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Անդրադառնամ պարոն Խաչատրյանի երեկվա հարցին, որ հնչեցրեց կապված այն բանի հետ, որ խոսում ենք, որ այստեղ խոսք է գնում մշակութային օբյեկտների մասին, նաև բերվեց օրինակ արդյոք Գեղարդը դա կարող ենք համարել հայկական մշակութային ժառանգություն թե ոչ, եթե ճիշտ եմ հիշում հարցը,
ըստ էության դա կարծում եմ ավելի շատ գիտական բանավեճի հարց է, դրա մեջ չմտնենք, բայց այս նախագիծը այլ բանի մասին է, սա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին է եւ կարծում եմ որևէ կասկած չկա, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան, ապա դա մեր պատմական եւ մշակութային ժառանգությունն է, դա օդից չի ընկել, չգիտեմ, Ֆրանսիայից չենք բերել, դա մերն է եւ ըստ էության գտնվում է մեր պետության պաշտպանության եւ հոգացության ներքո։ Եվ ինչպես նաեւ երեք նշեցի, այս նախագիծը հենց դրա մասին է, որպեսզի ապահովի օրենքի շարունակականությունը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ պաշտպանության տեսանկյունից։ ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը անհնար է։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ասել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ Լավրովը ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարեն հայ ժողովուրդը եւ իշխանությունը։ Դա տեխնիկապես անհնար է եւ անհամատեղելի ոչ միայն առևտրի եւ ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև քանի որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը համապատասխանեցնելով իր չափանիշներին, ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը, գրել է նա։ Դոնալդ Թրամփը Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին, նա հաստատել է տեղեկությունը։ Նախորդին Միացյալ Նահանգների կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան X-ի իր էջում արձագանքել էր Գազայի հատվածի հակամարտության կարգավորման խաղաղության խորհրդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելուն։ Նա հայտարարել էր, որ Թրամփի ժառանգությունը կլինի խաղաղությունը։ Թրամփը եվրոպական երկրներին սպառնացել է մաքսատուրքերով, եթե նրանք չհամաձայնեն Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հանձնելու գործարքին։ Նա հերթական անգամ քննադատել է եվրոպացի առաջնորդներին, քանի որ նրանք դեմ են Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Սպիտակ տան մտադրությանը։ Ամերիկայի նախագահը վերահաստատել է կղզին կարևոր է Միացյալ Նահանգների ազգային եւ համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու համար, իսկ Եվրամիության առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում պատերազմի վրա, նշել է Դոնալդ Թրամփը։ Գրենլանդիայի հարցը նաև քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Միացյալ Նահանգների նախագահը դրական է գնահատել Մարկ Ռյուտեի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Այս լարվածության պայմաններում Դանիան լրացուցիչ ուժեր է ուղարկել կղզի։ Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից, սկսվել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։ Մոլդովան սկսել է անկախ պետությունների համագործակցությանը իր անդամակցության հիմք հանդիսացող 3 հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի եւ համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը, որից հետո այս երկիրը իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ, չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը կասեցվել էր ավելի վաղ։ Այս փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին վերջնական հաստատման համար, ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով գործընթացը կավարտվի փետրվարի կեսերին։ Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի, այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, նշելով, որ Հայաստան-ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով Ադրբեջանի տարածքով, քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից եւ Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, Ռուսաստանինն էլ պայմանավորված է վերին Լարսի անցակետով։ Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով Ադրբեջանի տարածքով, հայտնել են նախարարությունից։ 500-ից 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան թե չկան Շիրակի մարզում։ Այս հարցը մի քանի օր է սոցիալական հարթակներից չի իջնում մի հրապարակման պատճառով։
Փաստերի ստուգելուց եւ ուսուցիչների ցանկ ուսումնասիրելուց հետո այս հրապարակումներին արձագանքել է Շիրակի մարզպետը։ Մարզի մոտ 700 մանկավարժներ կամավոր ատեստավորման, որակավորման, տարակարգ ստանալու եւ այլ չափորոշիչների գնահատման արդյունքում բարձր աշխատավարձ են ստանում։ Իսկ 500,000 եւ ավելի ստացող ընդամենը 2 ուսուցիչ կա մարզում։ Դավիթ Արուշանյանը ներկայացրել է ցանկը առանց ուսուցիչների եւ դպրոցների անուններ տալու։ Շիրակի մարզում 500,000 պլյուս աշխատավարձ ստացող 2 մանկավարժ ունենք։ Իդեպ այդ 500,000-ը արդեն հարգված աշխատավարձի մասին է խոսքը, այսինքն արծերն մարդիկ է ստանում են այդքան, 19 մանկավարժ ունենք, որը 400,000-ից ավել է ստանում։ Հետո ցանկը շարունակվում է 300,000-ից մինչև 200,000 ստացող հարյուրավոր մանկավարժներով, բայց մանկավարժների ու դպրոցների անունները մարզպետը չի հրապարակում, ասում է, որ չթիրախավորվեն։ Մարզում մոտ 700 մանկավարժ կամավոր են ատեստավորվելու ապահովել իրենց բարձր աշխատավարձերը։ Մոտիվացիան այո ավելի շոշափելի է, երբ աշխատավարձը բարձրանում է, ճիշտ է։ Ալինա Սարգսյանը կրթության ոլորտում 31 տարվա փորձ ունի, կրթական չափորոշիչների ետևից գնալու դասավանդման որակները փոխելու պահանջով է, որ 2 անգամ մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Հերթական փուլին է հիմա պատրաստվում։ Իր դպրոցում քիչ չեն այն ուսուցիչները, որոնք ամեն տարի գիտելիքների ու դասավանդման մեթոդների կամավոր ստուգում են անցնում։ Դրանից նաև մանկավարժի աշխատանքի գնահատումն է շահում։ 22 ժամից դարձել է դասվարների համար 18 ժամը 1 թվիկ, դա եւս օգնել է։ Իհարկե, ես ինձ համարում եմ բարձր վարձատրվող ուսուցիչ, որովհետեւ իսկապես աշխատավարձի չափը թույլ է տալիս ասել դա։ Եթե դուք դասղեկ եք, եթե մեթոդ միավորման նախագահ եք, եթե տարակարգ ունեք 3-րդ, 4-րդ եւ հաղթահարել եք ատեստացիան բարձր միավորներով, հնարավոր է ամեն ինչը։ 500,000-ին կարելի է մոտենալ եւ շատ ժամեր։ Միայն մասնագիտական որակները չեն, նաև աշխատանքային բեռի ավելացումն է բարձր աշխատավարձ ստանալու հանգամանք։ Այդ շեմը բարձրացրած ուսուցիչների թիվը համեմատաբար քիչ է։ Շիրակի մարզի 3500-ից ավելի մանկավարժներից 700-ն է կամավոր ատեստավորման աշխատավարձի չափ փոխել։ Բնականաբար դրական է, ու մենք այս ծրագրի հիմքում տրված են, որ մանկավարժը դասասենյակ մտնելուց միայն տրամադրված լինի 10 ժամին, 10-ին, որովհետև ինչքան էլ մանկավարժը շատ սիրի իր աշխատանքը ու պրոֆեսիոնալ լինի, եթե ինքը տանը հոգսեր ունի, ինքը ամեն դեպքում նաև մտահոգ է լինելու իր անձնական խնդիրներով, իսկ այս չափի աշխատավարձ ստացողները կոնե այն մինիմալ իրանց կարիքները կարողանում են հոգալ։ Փաստերի ստուգումն ու տվյալների հավաքագրումը հրապարակային ներկայացնելու թեման միայն բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներին չէր վերաբերում։ Բարբերաբար ու հատկապես որոշ առիթներով ու տոններով պայմանավորված դպրոցներում գումարներ հավաքելու մասին լուրերի շրջանառումները փաստերով երբևէ ապացուցվել են կամ ովքեր են դրամահավաքության կազմակերպիչները։ Շատ դեպքերում դրանից տեղյակ չեն ուսուցիչը, դասղեկը, ծնողներն ու աշակերտները նման տեղերում լինում են ինքնուրույն գործող անձիկ։ Այդ կոլեկտիվ է, ծանոթական խորհուրդ է, որոնք իրենց որոշում են ինչ-որ բան կազմակերպել, էլ եմ ասում, իրանք իրանց երեխեքի համար։ Դրամահավաքությունը ես չկընտունեի խիստ արադավորող, երբ որ մարտի 8-ի տնօրենին ինչ-որ նվեր տային, այդ դրամահավաքությունը այն թույլատրելների շարքին է պատկանում։ Վերջին թարմ լուրերն այդ մասին առնչվեցին թիվ 41 հիմնական դպրոցին։ Առանց փաստերի ստուգման նման տեղեկության տարածումը Շիրակի մարզպետը անլուրջ մոտեցում ու վերաբերմունք է համարում։ Ուզում եմ հիշեցնել իրենց ու առիթից օգտվելով ասեմ, որ շատ չարչարվեն, որովհետև Գյումրիում ու Շիրակի մարզում բոլորս մեկս մյուսից ճանաչում ենք ու այդ պատվիրված հոդվածներով մաքսիմում արադավորում են իրենց թեշտերը, իրենց բլոգներն ու իրենց էջերը։ Նման դեպքեր շատ են լինելու տեղ, նման պատվերներ շատ ենք տեղ ունենալու, այդ ամեն ինչը իմ համար շատ պարզ ու հասկանալի էր։ Մարզի հանրակրթության ոլորտն այս պահին շինարարական ակտիվ փուլում է, նաև վերանորոգվող դպրոցների մեծ մասում Դավիթ Արուշանյանը աշխատանքներն ավարտված է համարում։ Շրջել է, ծանոթացել ընթացքին։ 1-2 ամսից Գյումրիի 15 դպրոցներում դասերը կանցկացնեն հիմնովին վերանորոգված նոր գույքով, լաբորատորիաներով ու մարզադահլիճներով ապահովված շենքերում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։